Գիրք Ծննդոց, գլուխ 22. Եվ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասեց նրան. Աբրահամ, և նա ասեց. ահա ես, և նա ասեց. առ քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը և Մորիայի երկիրը գնա, և այնտեղ նրան ողջակեզ արա այն սարերի մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Եվ Աբրահամն առավոտ անցքանող վեր կացավ և իր էշի համետը դրավ, և վեր առավ իր հետ երկու ծառաները և իր որդի Իսահակը, և ողջակեզի փայտ ճղեց և վեր կացավ գնաց այն տեղը, որ Աստված իրան ասել էր։ Եվ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը։ Եվ Աբրահամն ասեց իր ծառաներին. դուք այդ էշի հետ այստեղ մնացեք, և ես և տղան մինչև այնտեղ գնանք և երկրպագություն անենք, և ձեզ մոտ ետ կդառնանք։ Եվ Աբրահամն առավ ողջակեզի փայտը և իր որդի Իսահակի վրա դրավ, և ինքն իր ձեռքն առավ կրակը և դանակը, և երկուսը մեկտեղ գնացին։ Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ և ասեց. հայր իմ, և նա ասեց. ահա ես, որդիս։ Եվ նա ասեց. ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի համար գառը։ Եվ Աբրահամն ասեց. Աստված կտեսնե իր գառը ողջակեզի համար, որդյակս։ Եվ երկուսը միասին գնացին։ Եվ եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Եվ Աբրահամն այնտեղ սեղանը շինեց և փայտերը շարեց, և իր որդի Իսահակին կապեց, սեղանի վրա դրավ նրան փայտերի վրայից։ Եվ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, և դանակն առավ, որ իր որդուն մորթե։ Եվ Եհովայի հրեշտակը երկնքիցը նրան ասեց. Աբրահամ, Աբրահամ։ Եվ նա ասեց. ահա ես։ Եվ նա ասեց. ձեռքդ տղային մի դպցնիր, և նրան մի բան մի անիր, որովհետև հիմա իմացա, որ դու Աստվածանից վախում ես, և քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Եվ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց, և ահա մի խոյ կար ետևին մացառներումը եղջյուրներով բռնված։ Եվ Աբրահամը գնաց և խոյն առավ, և նրան իր որդու փոխարեն ողջակեզ մատուցրեց։ Եվ Աբրահամն այն տեղի անունը Եհովա Իրե կոչեց, որ այսօր ասվում է, թե այն սարումը, ուր Եհովան երևում է։ Եվ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց և ասեց. ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետև դու այս բանն արիր, և քո մեկ հատիկ որդին չխնայեցիր, քեզ օրհնելով կօրհնեմ, և քո սերունդը երկնքի աստղերի և ծովեզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ, և քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգե, և երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնվին, նրա համար, որ իմ ձայնին ականջ դրիր։ Եվ Աբրահամը ետ դարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան և մեկտեղ Բերսաբեե գնացին։ Եվ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում։ Եվ եղավ, որ այս բաներից հետո Աբրահամին պատմվեցավ ասելով. ահա մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար, իր անդրանիկ Հուսին և նրա եղբայր Բուզին, և Արամի հայր Կամուելին, և Քաղադին և Ասավին, և Փաղդասին և Ետլափին, և Բաթուելին։ Եվ Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս 8 մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։ Եվ նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին և Գաամին, և Թաքասին և Մաաքային։